Ողջունում եմ բոլորին, երեկ Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ նախնական դատական նիստ կապված մեր բողոքարկման հետ։ Փետրվարի 5-ի Բաքվի ռազմական դատարանի վճիռը մենք բողոքարկել ենք եւ երեկ արդեն այդ դատը սկսեց եւ հունիսի 2-ին նշանակված է առաջին դատական նիստը։ Երեք խաղաղություն եւ դատավարություն շատ յուրահատուկ է, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ վճիռը եւ ձգձգումներով եւ արհեստական խոչընդոտներով մեզ է փոխանցվել ապրիլի 21-ին եւ զարմանալի չլինի, որ ասեմ, մինչեւ հիմա ոչ պաշտպանական կողմը, ոչ մեղադրող կողմը ընդհանրապես չեն ստացել այդ դատավճիռը, դատավճիռի ամբողջական տեքստը, ստացել են միայն քաղվածքը։ Երեկ իմ կողմից անձամբ միջնորդեցի, որպեսզի դատարանը թե պաշտպաններին եւ թե բոլոր պաշտպաններին տրամադրի դատավճռի ամբողջական տարբերակը, ինչպես նաեւ մեղադրականի ամբողջական տարբերակը, բայց դատարանը զարմանալիորեն եւ ինչ որտեղ նաեւ հասկանալիորեն մերժեց իմ առաջարկը, իմ միջնորդությունը։ 2024 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև հիմա ունեցող մեր մեղադրական ակտը 2 տարի ձգձգող այս դատական գործընթացի ընթացքում մեղադրական ակտը նույնիսկ չունի պաշտպանական կողմը եւ չի տրամադրում։ Ես որևէ առիթով առիթ կունենամ խոսելու դատապրոցեսի մասին, առիթ կունենամ խոսելու ընդհանուր ընթացքի հանրայնացման մասին։ Այս անգամ ես կարծում եմ բավարարվեմ դրանով, միայն պիտի ասեմ, որ նրանք ովքեր որ կարողանան ծանոթանալ այն 15 բաժիններին մեղադրական ակտի, արդեն ամբողջապես կարող են պատկերացում ունենալ, թե ինչ է տեղ ունենում եւ ինչ կա, այսինքն այդ արդար, ազատ, բաց դատավարություն ասվածը, որ դա ֆիկցիա է, որտեղ որևէ բան չկա եւ ամբողջապես գրաքննվող, վերահսկողության տակ հաշվեհարթարի դատավարություն է եւ այդ առումով նաև հանրայնացումն էլ նույն կերպ է տեղի ունենում։ Մեկ մամուլով մոլորեցնելով Ադրբեջանի հասարակությանը, փորձելով մոլորեցնել նաև միջազգային հանրությանը։ Երեկ ես միջնորդեցի նաև երկու հարցով, որպեսզի բաց դատավարություն կազմակերպելու համար on-line հեռարձակում լինի։ Այդ նույնը ես առաջարկել եմ Արարատյանի դատարանում, բայց մերժվել է։ Երեկ էլ առաջարկեցի մերժվեց եւ երկրորդ առաջարկս այն էր, որ այն լրատվամիջոցը ԱԶՏՎ-ի, որ ներկայ է լրատվամիջոցի ներկայացուցիչներին, որպեսզի դատարանը արգելի դատական նիստերի ներկա գտնվելուց իրենց ապատեղեկատվության եւ մանիպուլատիվ գործողությունների համար նույնպես դատարանը մերժվեց։ Ինչևիցե, այս հարցը թողնենք մի կողմ, կարծում եմ, այստեղ ոչ անհայտ կարևոր պաշտպաններից մեկը, որ իր խոսքի ընթացքում բարձրաձայնեց, չհամբերեց պարզապես սպորտկաց եւ ասաց, որ մենք մեր սերունդների առջեւ ամաչելու ենք այսպիսի դատավարություն կազմակերպելու համար։ Դա էր ամբողջ գնահատականը։ Իսկ ընդհանուր առմամբ պիտի ասեմ, դա տրագիկոմեդիա է եւ Ֆրանց Կաֆկան կերազեր ներկա գտնվելու այդ դատավարությանը եւ դա ներշնչանք կլներ, որպեսզի նա գրի մի նոր ստեղծագործություն կամ էլ իր հայտնի դատավարություն ստեղծագործության երկրորդ բաժինը։ Հաջորդը, որ ես ուզում եի խոսել, դա մարդու իրավունքի պաշտպանին իմ բանավոր դիմումն է, որ մայիսի 6-ին ես բանավոր կերպով դիմել եմ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքի պաշտպանին, որպեսզի նա որևէ ձևով ստանա եւ իմ ընտանիքին փոխանցի մեր դատավճռի ամբողջական հայերեն եւ ադրբեջաներեն տարբերակը։ Նույն խնդրանքը ես փոխանցել եմ նաեւ Ադրբեջանի օմբուդսմենին, ով ամսի 5-ին մեր հետ հանդիպման էր եւ ում ես նամակ էի պատրաստել դեռևս մարտի 12-ին, 2 ամիս չէի կարողանում փոխանցել։ Փոխանցեցի այդ նամակը, նաեւ խոստացա, որ մի բան կանի, որպեսզի ադրբեջաներեն տարբերակը իմ ընտանիքին, իմ հարազատներին հասնի, բայց ոչ Հայաստանի պաշտպանից մարդու իրավունքների, ոչ Ադրբեջանի որևէ նորություն, որևէ տեղեկատվություն չկա։ Ես սպասում եմ, ամենայն դեպս եւ իմ ընտանիքը սպասում է։ Իսկ դատավարության հետ կապված պիտի ասեմ, դա ձգձգող եւ քաղաքական գործընթացներին համապատասխանեցնող դատավարություն է եւ զարմանալի չէ, որ ես հիմա մինուտի մասին պիտի խոսեմ, որ կարծում եմ հանրության համար էլ դա հասկանալի կլինի։ 2-3 ամիս երբ որ մենք
այստեղ էինք դեռևս 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին, այն անդհատները պաշտոնական անձիկ, որ մեր հետ շփվում էին, հարաբերում էին, մեզ հուշում էին, անուղղակիորեն հասկացում էին, որ դուք այստեղ եք այնքան, ինչքան ցանկանան Հայաստանի իշխանությունները։ Մենք նախ ուշադրություն չէինք դարձնում, զարմանում էինք, ինչպես կարող այդպես լինել, ինչպես մեր հայրենի իշխանությունները չէին ուզենա, որ մենք վերադառնանք անմիջականորեն, բայց այսօրվա տեսանկյունից արդեն ամեն ինչ պարզ է եւ հասկանալի, որ ցավոք այդպես է, ցավոք զարգացումները եւ այս դատավարության գործընթացը քաղաքական զարգացումներին, այդ թվում Հայաստանում տեղ ունեցող քաղաքական զարգացումներին համապատասխանեցնելու առումով մեզ ուրիշ կարծիք չի թողնում, որպեսզի ուրիշ կարծիք ունենանք, այլ այդ կարծիքը դառնում է համոզմունք։ Հատկապես վերջին զարգացումների վրա, երբ որ ղարաբաղցիների հասցեին ինչ-որ, այսպես ասած, իրականությանը չհամապատասխանող բաներ է փոխանցում, ես չեմ ուզում իջնել այդ մակարդակի, բայց երբևէ առիթ կլինի, պարզապես պիտի ասեմ բոլորի համար էլ պարզ է, թե ով է մեղավորը, ով եւ ում, այսպես ասած, գործունեության արդյունքում այս ամենը տեղի ունեցավ։ Ինչևէ, 3 տարի է, մենք այստեղ ենք, մոտորապես 3 տարի է, պիտի ասեմ, ոչ սկզբունքայնությունը, ոչ ողջախոհությունը, ոչ ոգու եւ ոչ կամքի ուժը մեզ չեն լքել եւ չեն դավաճանել այսուհետ էլ այդպես է լինելու։ Ցավալի է ինչ որ կա, բայց մենք շարունակելու ենք մեր ընդհանուր որդեգրած գիծը։ Ես պիտի առիթը օգտագործեմ շնորհակալություն հայտնեմ բոլոր այն մարդկանց, բոլոր այն կառույցներին, այն կազմակերպություններին, ովքեր իրենց ջանքերն են գործադրել, որոշումներ կայացրել, հայտարարություններ արել, որպեսզի մեզ անհապաղ ազատեն, այդ բոլոր կառույցները, կազմակերպությունները, անհատները համոզված են, որ մենք անմեղ ենք եւ անմիջական պետք է վերադառնանք մեր ընտանիքների կողքը։ Ուզում եմ նաև առիթը օգտագործել իմ ժողովրդին շնորհավորել մայիս 28-ի առիթով հայոց պետականության վերականգնման օրվա առիթով եւ ցանկանալ իմ ժողովրդին ոգու, կամքի եւ միասնության ուժ։ Պինդ եղեք առայժմ։